Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Տեսնենք ինչ է սպասվում հաջորդ շաբաթ աղեղնավորներին։ Տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք և ֆինանսներ։ Հարգելի աղեղնավոր, տեսեք ինչ հետաքրքիր կարտ եմ տեսնում ձեզ համար։ Սրտիտուզ եմ տեսնում և տեսնում եմ տղամարդ։ Միգուցե լուր կլսեք ձեր տղամարդուց, տան տղայից, լուր է գալիս ինչ-որ դրական լուր, միգուցե երիտասարդ է, որ սիրահարվել է, ուզում է իր սիրո մասին խոսել կամ սերը խոստովանել, կամ միգուցե աղջիկ է մտածում է իր սիրած տղամարդու մասին, ամեն դեպքում շատ լավ կարտ է, տրամադրությունը տեսնում եմ շատ գեղեցիկ և սիրո տրամադրություն եմ տեսնում ամեն դեպքում։ Գերանդին եմ տեսնում անձնական հարաբերություններում, տեսնենք, ինչ է նշանակում գերանդին անձնական հարաբերություններում։ Ինչ եմ տեսնում անձնական հարաբերություններում։ Անկեղծ ասած, ես կերպարներ առանձնապես չեմ տեսնում, տեսեք, ոչ մի կերպար չեմ տեսնում։ Գերանդիով տեսնում եմ, բայց դա ոչինչ առանձնապես ինձ չի հուշում։ Ինչ որ կտրուկ փոփոխություն կարող է լինել ձեր անձնական հարաբերություններում, բայց չեմ կարող ասել ում հետ, որովհետև ոչ մի պատկեր չեմ տեսնում, անկեղծ ասած։ Ընկերներ, անձնական հարաբերությունները կարող են լինել ցանկացած հարգեներս, հարևանների հետ, եթե շատ մտերիմ եք ձեր հարևանների հետ, բարեկամ, ազգական, ընտանիքի անդամ, ամուսին, քույր, եղբայր, բոլոր հարաբերությունները, որտեղ ոչ մի կերպար չեմ տեսնում, ես կասեմ ընդհանուր փոփոխություն, շատ կտրուկ փոփոխություն կլինի ձեր անձնական հարաբերություններում։ Ինչ որ ինֆորմացիա, ինչ որ լուր կլսեք, միգուցե սպասում եք, միգուցե չեք սպասում լուրի, բայց երևի թե վաղուց եք սպասում։ Վաղուց եք սպասում, որտեղ տեսնում եմ նամակը, տեսնում եմ, բայց լուրը գալիս է, ի վերջո լուրը գալիս է, ձեր կասկածները փարատվում են, ձեզ համար ինչ-որ մի նոր ճանապարհ է բացվում, գիտեք, ես կարող եմ ասել, որ այստեղ մի քիչ անձնական հարաբերություններ այս մարդու հետ, ում հետ որ հանկարծ ինչ-որ լուր է գալիս, ինչ-որ փոփոխություն է լինում, ում հետ էլ որ լինում է, մի քիչ հարաբերությունները սառել էին, կանգնել էին խարսխով, տեղից չէին շարժվում, ոչ լավ էին, ոչ վատ, բայց դա արդեն բացասական եմ տեսնում, այսինքն լավ էր, որ չէին շարժվում, իրականում նոր ճանապարհ է ձեր անձնական հարաբերություններում տվյալ մարդու հետ, էլ եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում կերպարներ, չեմ կարող ասել ամուսին, կին, եղբայր, ազգականներ, բարեկամներ, հարևաններ, ով ում հետ էլ որ լինի, դուք հավանաբար գլխի կընկնեք, բայց սիրո պատմություն առանձնապես ճիշտն ասած չեմ տեսնում, բայց ամեն դեպքում ձեր հարաբերություններում կարող է լինել բարելավում, չնայած վերջերս կանգնել էին հարաբերությունները, բայց ես տեսնում եմ տեղաշարժ, իրականում դուք չգիտեմ, միգուցե ինչ-որ մեկի հետ զրուցում եք, ինչ-որ մեկը ձեզ կարող է օգտակար լինել, տեսնում եմ բանալին ամեն դեպքում ձեր մեջ է և ձեր շփման մեջ է, պետք է շփվեք, պետք է զրուցեք այս մարդու հետ, որովհետև միգուցե ինքը մի քիչ տարիքով ձեզնից ավելի մեծ է և սպասում է, որ դուք իր հետ շփվեք, ով էլ որ լինի այս մեկը, ում հետ որ հարաբերությունները, տեսեք, ես վեճեր հարաբերությունները, վատ հարաբերություններ չեմ տեսնում, ուղղակի կարծես մարդու հետ շփում չկար, կանգնել էր շփում ինչ-որ ժամանակ կամ դադարել էր, բայց չգիտես ինչու հիմա դառնում է շատ կարևոր ձեզ համար, որ այս մարդու հետ նորից սկսեք շփվել, բայց որովհետև էլ եմ կրկնում, միգուցե տարիքով մեծ է, սպասում է, որ դուք առաջինը լուր ուղարկեք, ամեն դեպքում բանալին ձեր ձեռքում է, եթե բանալին ձեր ձեռքում է ու եթե դուք ուզենաք մարդու հետ շփվել, հարաբերությունները վերականգնել, կկարողանաք։ Ես որտեղ կերպարներ չեմ տեսնում, շատ ինձ համար բարդ է ասելը, սա ինչին էր վերաբերում։ Գիտեք, ամեն դեպքում ուզում եմ մի քանի կարդ անել, որտեղ ես սկզբում տեսա սրտիտուզը, ես շատ կուզենայի, որ լիներ սրտիտուզ եւ սիրային հարաբերությունները կարգավորվեին։ Ես վերջերս գիտեմ, որ աղեղնավորների համար շատ բարդ կարտեր էի տեսնում անձնական հարցերում, բայց տեսնենք, մի քիչ անհասկանալի էր։ Այսինքն անհասկանալի որ ինչ-որ բարեկամ ծանոթ ընկերոջ ինչ-որ մեկի հետ հարաբերություններ չկային, ոչ թե վիճել էի, այլ ուղղակի շփում չկար։ Հանկարծ դառնա կարևոր այդ մարդու հետ շփումը եւ բանալին ձեր ձեռքում է։ Դուք պետք է առաջինը մարդու հետ կապվեք։ Մանրամասնի կարտերը։
Լավ է, ձեր աչքի առաջ եմ խառնում հարգելներս, որ չմտածեք, տեսեք ինչ կարտեր եմ տեսնում, նորից տեսնում եմ բանալի, ես այստեղ տեսնում էի բանալի, այստեղ նորից տեսնում եմ բանալի, տեսնում եմ թռչունները ինչ նշանակում է խոսել, տեսնում եմ նորից էլի տղամարդը, նորից էլի սրտի տուզ, նույն ինչ որ սկզբում տեսա, սա էլ կամուրջ է, անպայման կլինի փոփոխություն, մի էտապից կանցնեք նոր էտապ, գիտեք, ես այստեղ կարող եմ ասել, Եթե անձնական հարաբերություններում, որտեղ միայն ես այստեղ տղամարդ եմ տեսնում, հարգելի տղամարդիկ, աղեղնավորներ, եթե ձեր անձնական հարաբերություններում ինչ որ կանգնել էր, չգիտեմ, ձեր կնոջ հետ է, ձեր սիրած կնոջ հետ է, ես որտեղ կանանց կերպարներ չեմ տեսնում, բայց որովհետև սրտի տուզ է, ուզում եմ ենթադրել, որ կամ դուք մենակ եք, որտեղ կին չեմ տեսնում, դուք հավանաբար մենակ եք, ձեր անձնական կյանքում ինչ որ բան է, դա երկար ժամանակ երևի դադար է եղել, երևի հարաբերություններ չեք ունեցել ոչ մեկի հետ, մենակ եք մնացել։ Իրականում կարտերը հուշում են, որ շատ շփման մեջ է, բանալին ձեր ձեռքում է, որպեսզի փոխվի, անցնեք կամուրջի մյուս կողմը, այսինքն որպեսզի փոփոխություն լինի ձեր անձնական կյանքում, իսկ ես տեսնում եմ, որ դուք ուզում եք, տեսնում եք, ես երկու սրտի տուզ եմ տեսնում, այդտեղ տղամարդը, որը լրիվ մենակ է, սեր եք կորցրել, եթե այսքան տխուր եք ու դժվարանում եք, աղեղնավորները չպետք է որ խնդիր ունենան, հատկապես տղամարդիկ, իրենք բավականին ակտիվ ու շատ խարիզմատիկ մարդիկ են, Սիրո հարցում պետք է որ չլինի, բայց ելի եմ կրկնում, բանալին ձեր ձեռքում է եւ բանալին շփման մեջ է, նոր կանանց հետ, նոր աղջիկների հետ պետք է փորձեք զրուցել, շփվել եւ ձեր անձնական կյանքում փոփոխություն կլինի։ Իրականում բանալին ձեր ձեռքում նշանակում է հնարավոր է։ Դա նշանակում է, որ լրիվ հնարավոր է, հասկանում եք, այսինքն ձեր ձեռքում է, դուք եթե շփվեք, եթե դուք չեք փակվել 4 պատի մեջ, ապա դուք պետք է շփվեք, ձեր ձեռքում է հնարավորությունը կա, բանալին ձեր ձեռքում է, դուք կարող եք կամուրջը նշանակում է փոփոխություն եւ էտապի փոփոխություն, այսինքն մի էտապից անցնում եք մյուսը, մի կողմից անցնում եք մյուսը, մենակությունից անցնում եք դեպի լիարժեք կյանք ձեր զույգի հետ։ Պարզապես զույգ գտնելու համար դուք պետք է շատ շփվեք կանանց աղջիկների հետ։ Մի քիչ բացեք ձեր սիրտը, ձեր սրտերը, հարգելներս։ Հաջորդ կարտը տեսնում եմ աշխատանքը։ Աշխատանքի հետ կապված տեսնում եմ խաչ։ Ինչ որ ճակատագրական փոփոխություն կարող է, բարդ իրավիճակ կարող է լինել աշխատանքում, հարգելներս։ Ձեզնից անկախ, ես չեմ կարող ասել դրական թե բացասական փոփոխություն կարող է լինել, առայժմ մինչև կարտերը չհանեմ չեմ կարող տեսնել, բայց կարող եմ ասել, որ փոփոխությունը կլինի ձեր կամքից անկախ, կամ դրական, կամ բացասական, տեսնենք։ Ինչ հետաքրքիր է։ Եթե բոլոր կարտերը հանեցի, որտեղ այնքան բարդ իրավիճակ էր եւ խաչով եմ տեսնում։ Հիշում եք, այստեղ աշխատանքի հետ ասում եմ, ինչ որ բարդ իրավիճակ էր, չեմ կարող ասել, ճանապարհի հետ է կապված, թե պարզապես աշխատանքի հետ է կապված, ես այդ կարճ չմնաց, բոլորը հանեցի, բայց ուղղակի չէի տեսնում վերջում, ինչ էր լինում։ Ես երևի բոլոր կարտերը ձեզ ցույց չտամ, չբացատրեմ, ես փորձեմ ասել ինչ որ տեսնում եմ։ Դուք շատ սիրում եք ձեր աշխատանքը։ Ձեզ աշխատանքը շատ ձեր սրտով է, բայց փոփոխություն է լինելու։ Ես արդեն ասացի, ինչ որ փոփոխություն կարող է լինել ճակատագրական ձեզնից անկախ։ Եվ դուք ստիպված կլինեք որոշում կայացնել, ճանապարհի մեջտեղում եք։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, որ իրականում հեշտ չի լինելու որոշում կայացնել, խոչընդոտ կա եւ խոչընդոտը դժվարություններն են, որտեղ շատ ավելի ինֆորմացիա կպարզվի ձեզ համար, որը այնքան էլ ձեզ դուր չի գա եւ ձեզ համար կբարթանա որոշում կայացնելը։ Պետք է ավելի շատ ինֆորմացիա, այսինքն ինֆորմացիան, որ ձեզ կտրամադրեն, ինչ է փոխվել, ինչ է լինելու, երևի թե դա ձեզ չի բավարարի եւ դա բավական չի լինի, որպեսզի որոշում կայացնեք։ Դուք ստիպված կլինեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, ավելի շատ մարդկանց հետ։ Նորից տեսնում եմ զրուցելը, տեսնում եմ գիրքը, այսինքն թռչունները զրուցում են,
հասկանում եք, մինչև վերջնական այսպես հաստատուն որոշում կայացնելը ձեզ իրականում պետք է ավելի շատ մարդկանց հետ զրուցել։ Այսինքն եթե ինչ-որ մեկը գալիս ինչ-որ բան է ասում փոփոխություն է լինելու, միանգամից որոշում մի կայացեք, ձեզ համար դժվար կլինի, կարող է ճիշտ որոշում չկայացրեք։ Փորձեք երկու հոգու հետ գոնե զրուցել, ավելի շատ ինֆորմացիա բարձել, մինչև վերջնական որոշում կայացնելը։ Ես իմիջիայլոց աշխատանքից հեռանալ աշխատանքի կորուստ չեմ տեսնում, բայց ինչ որ փոփոխություն էլ որ լինի, կարտերը հուշում են միանգամից որոշում չկայացնեք, միանգամից բացասական մի տրամադրվեք, բանալին ձեր ձեռքում է իրականում։ Իրականում դուք կգնաք թե կմնաք աշխատանք, ձեզնից է կախված, այ բանալին ձեր ձեռքում է, աշտարակը ձեր նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածով չի շարժվում առաջ, միևնույն է որոշումը ձերն է, ձեզ աշխատանքից ոչ մեկ չի հեռացնի։ Ես տեսնում եմ, որ այստեղ ամպեր են կուտակված, այսինքն բավականին բարդ որոշում է, ես արդեն խաչով ասեցի, շատ ճակատագրական լուրջ, մնալ թե գնալ, այդ է լինելու ձեզ համար հարցը։ Իրականում ես այստեղ տեսնում եմ, որ դուք պետք է երկար մտածեք, հարգելիներս, մի որոշում մի կայացրեք, ձեր նավակը կանգնած, ձեր կարտերը հուշում են, կորուստ կարող է լինել, եթե դուք շատ արագ կտրուկ որոշեք, մի շտապեք, փորձեք զրուցել, ավելի շատ ինֆորմացիա, ճշգրիտ, փորձեք ճշտել ձեզ համար, ամեն դետալ, ամեն մանրամասն ինչ որ կարող եք ճշտել, ճշտեք մինչև որոշում կայացնելը, որովհետև իրականում կա դրական տարբերակ, հաջողության կարտն եմ վերջում տեսնում, պարզապես այդպես կանգնեք, մի շարժվեք, ոչ մի որոշում մի կայացրեք, ոչ հեռացեք, ոչ խոստացեք, որ ընդունում եք իրենց փոփոխությունները կամ նոր պայմաններն ու նոր տարբերակները, կարտերը հուշում են շատ մտածեք, իրականում դուք ճիշտ որոշում կկարողանաք կայացնել, բայց ես չեմ կարող ասել ճիշտն ասած։ Գիտեք, կարտերը այստեղ խաչով 6 եմ տեսնում, աշխատանքի հետ կապված ինչ որ փոփոխություն է լինելու։ Այստեղ տեսնում եմ, որ իրականում դուք կընտրեք ճանապարհը, ինչ էլ ընտրեք դրական կլինի, կամ կմնաք, կամ կհեռանաք, բայց դա կլինի ձեր որոշումը, հարգելիներս։ Ձեզ չեն հեռացնելու, նորից եմ կրկնում, դուք կորոշեք, մնում եք նոր պայմաններում, թե հեռանում եք։ Իսկ այստեղ տեսնում եմ ֆինանսներում նոր պայմանագիր, նոր համաձայնագիր ինչ որ, չգիտեմ։ Եթե որոշեք աշխատանքից հեռանալ, նոր աշխատանքի անցնել եւ շատ արագ էլ կգտնեք աշխատանք, որովհետեւ արդեն համաձայնագիր եմ տեսնում, այսինքն ֆինանսներ իրականում ձեզ կգան, հավանաբար տեսնենք։ Ֆինանսների հետ կապված ինչ համաձայնության եք գալիս եւ ում հետ։ Երեք դեպքում էլ եւ անձնական եւ աշխատանքի ֆինանսների բանալի եմ տեսնում։ Այսինքն հարգելի աղեղնավորներ, այս շաբաթ ինչ է լինի եւ անձնական հարաբերություններում եւ աշխատանքում եւ ֆինանսներում, ամեն ինչ կախված է լինելու ձեզանից։ Ամեն ինչ, տեսեք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում եւ հենց սկսեց սկզբում տզով շատ գեղեցիկ, այսինքն մարդը կանգնել է մտածում է եւ իր անձնական հարցերում մտածելու բան ունի եւ աշխատանքում կարծես մի տեսակ բարդ իրավիճակ է, բայց ոչ բացասական, բարդն ու բացասականը հարգելիներս շատ տարբեր են, այսինքն աշխուժ բավականին մտածելու, դուք մտածող են աղեղնավորները, մտածել իրենց խորտ չէ, իրենք շատ խելացի են, շատ էլ մտածում են, այդ դուք շատ մտածելու հարցեր կունենաք բոլոր ասպարեզներում, մի տեսակ այսպես շարժուն, ակտիվ, անդադ ինչ որ բան եք մտածում, որոշումներ պետք է կայացնեք, բայց իրականում տեսնում եք գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ինչ է լինի ֆինանսների հետ կապված, ինֆորմացիա կպարզվի ձեզ համար, փոփոխությունը կլինի, բանալին ձեր ձեռքում է ինչ որոշում էլ կայացնեք եւ ձեր սրտով կլինի։ Ես էլ եմ ասում, ինչ որ հարց եթե ֆինանսների ունեք, համաձայնագիրը կնքվում է։ Ինչ եք ուզում, ինչ էլ որ դուք ուզում եք, ինչ էլ որ ակնկալում եք, չգիտեմ, այս զրուցում եք մարդկանց հետ, ֆինանսների հետ ինչ որ պլաններ ունեք, այսինքն կարող եմ ասել մատանիով փակվում է շրջանը, այսինքն այն ինչ որ ուզում եք նպատակ կհասնեք ձեր նպատակին։ Մենակ թե ինչ որ մեկի հետ չգիտեմ, բանալին ձեր ձեռքում է, այսինքն վերջնական որոշում միևնույն դուք եք կայացնելու։ Ձեր սրտով կլինի, ինչ էլ որ լինի։ Շատ հետաքրքիր շաբաթ էր աղեղնավորների համար, շատ հետաքրքիր։ 3 տարբերակում էլ որոշումը ձեր ձեռքն է։ Դուք պետք է որոշումներ կայացնեք, հարգելի աղեղնավորներ։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։
Ես տեսնում եմ ձեր տրամադրությունը կնի շատ աշխորժ հարգելի աջակցություններ։ Կարող են մարդիկ գալ ձեր տուն, կարող եք դուք հյուր գնալ, կարող է լուր գալ, մարդիկ գան, ինչ որ լավ լուրեր բերեն ձեզ, շփվեք։ Դուք կարող եք ինչ որ տեղ գնալ, շատ ակտիվ կլինեք, եթե որոշ աջակցություններ սպորտով են զբաղվում, կարող եք էլի սպորտով զբաղվել, ակտիվ լինել, շատ աշխորժ ամեն դեպքում տեսնում եմ շաբաթ է սպասում ձեզ, չեք ձանձրանա։ Անձնական հարցերում տեսնում եմ ամպեր են կուտակված, ինչ որ կասկածներ, ինչ որ անհանգստություններ կան, ում հետ է կապված, թե ինչի հետ է կապված, տեսնենք։ Տեսնենք ինչու են ամպեր կուտակված։ Մի քիչ խառը եւ շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Հարգելի աջակցություններ, եկեք հասնենք։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ շունը, այսինքն շունը կապված է, չգիտեմ, ընկեր, ծանոթ, բարեկամ, ազգական, ինչ կարող է լինել, բայց երևի անմիջապես ընտանիքի անդամ կարող է չլինել։ Կարող է լինել պարզապես կամ շատ մտերիմ բարեկամ, ընկեր։ Ես խնդիրներ եմ տեսնում, բայց կարծում եմ, որ ձեր ընկերներից ինչ-որ մեկը ինքը խնդիրներ, խնդիրներ ունի, ձեզ հետ չի, որ վիճում է, իրականում, ձեզ հետ չեն վիճում, բայց ինչ-որ մեկը ընկերը խնդիրներ ունի, խնդիրներ ունի, միգուցե աշխատանքի վայրում խնդիրներ ունեն, եւ ուզում են աշխատանքից հեռանալ կամ լսել են, որ աշխատանք են կորցնում եւ գալիս են ձեզ հետ զրուցելու, չտաք թե ինչ-որ մեկի համար էր նմանատիպ կարտեր եմ հիշում, շատ տարօրինակ է, նույն բանն եմ տեսնում, այսինքն այո, ձեր ինչ-որ ընկեր, ինչ-որ մեկը եկել է եւ ձեր օգնության կարիք ունի, կարող եմ ասել։ Մարդը աշխատանք է կորցնում, լավ էլ աշխատանք է ունեցել, լավ էլ աշխատավարձ է ստացել, բայց ինչ որ հանկարծ վատ լուր է հաղորդում, տեսեք, սա դուք չեք կորցնում աշխատանք, հարգելիներ, սա ձեր մասին չի։ Ես այստեղ տեսնում եմ ինչ որ մեկը, ինչ որ ընկեր է, ով է։ Իսկ մյուս կողմից կարող է ձեր ընկերոջ հետ գործ էիք անում, ինքը գալիս է ձեզ ասում է, որ այդ գործարքը չի լինելու։ Այդպես էլ կարող է լինել, բայց չգիտես ինչու ինձ թվում է, որ իրականում ինքն է, մարդը եկել է ձեզ հետ կիսվում է իր խնդիրների մասին եւ փորձում է ձեզ հետ ուղղակի սիրտն է բացում, նեղված է շատ, միգուցե, չգիտեմ, վրդովված է, աշխատանք է կորցնում, դրա համար էլ ամպեր են կուտակված, շատ մտերիմ մարդ է ձեզ ամեն դեպքում, շատ մտերիմ է։ Դե կարող է ձեր տղան լինել, ես չգիտեմ, ուղղակի ես ծառ չեմ տեսնում, ընտանիքի անդամ մի տեսակ չեմ տեսնում։ Բայց տեսեք, հարգելիներ, իրականում բանալին ձեր ձեռքում է, նկատի ունեմ, որ դուք կարող եք մարդուն իրականում օգտակար լինել, դրա համար ձեր մոտ է եկել։ Կարող եք օգտակար լինել թե խորհրդով, թե ինչ-որ առաջարկություն անեք, թե կարող եք պարզապես գումարով իրեն օգնել, չեմ կարող ասել։ Երևի թե գումարով չէ ամեն դեպքում, տեսեք։ Բանալին ձեր ձեռքում է, այսինքն մարդը ձեզ հետ շատ մոտ է եւ վստահում է դուք խելացի իմաստուն մեկն եք եւ կարող եք իրեն օգնել։ Դուք երևի իրեն ուղղություն ցույց կտաք, թե ում հետ գնալ խոսել, զրուցել։ Եվ իրականում ես այստեղ տեսնում եմ, որ մարդու սիրտը կբացվի, ձեզ հետ զրուցելուց հետո այս մարդը իրեն շատ լավ կզգա, շատ վատ տրամադրությամբ էր եկել, սիրտը լցված, շատ հուզված, տեսնում եք, այստեղ էս վրդովված մարդը գալիս է վերջում հեռանում է այսպես երջանիկ մարդ։ Դուք իրականում հարգելիներս, սա ձեզ չի վերաբերում, չէ, որտեղ դուք ես վերջում լավ եմ տեսնում, սա ձեզ չէր վերաբերում։ Ձեր ընկեր, ծանոթ, բարեկամ, ընկերուհի, չգիտեմ, տիկին է, տղամարդ է, ով է, ինչ որ մեկը աշխատանք է կորցրել կամ կորցնում է եւ խնդիր ունի, եկել է ձեզ հետ կիսում է եւ որովհետեւ ձեզ ակնկալում է ձեզնից օգնություն եւ բանալին, այսինքն ուղղություն։ Դուք խորհուրդ տակ, ուղղություն տակ եւ դուք իրեն ուղղություն կտաք։ Փոփոխությունը նկատի ունեն, որ դուք իրեն որտեղ դուք եք։ Դուք ուղղությունը կտաք, իրեն կառաջարկեք գնալ զրուցել, ում հետ զրուցել, ինչ ասել, դուք խորհուրդը կտաք, ուղղությունը կտաք, մարդը այսպես շատ ուրախ կհեռանա ձեզնից։ Եվ այստեղ տեսնում եմ, որ մարդը հնարավոր է հաջողության էլ հասնել։ Ստերում տեսնում եմ հաջողության կարտը։ Ամեն դեպքում ձեզ դիմում են խորհրդով, այստեղ ասում է, չէ՞, սկզբում շատ աշխուժ կլինեք, ինչ որ մեկը կգա, ձեր ինչ որ մեկը կգա, դուք իրականում իրեն մարդու սիրտը կբացեք, լավ խորհուրդ կտաք, դրական, մարդը շատ հանգիստ գոհ կգնա։ Աշխատանքում տեսնում եմ իմաստության կարտը, նաև Լիլիանների։ Տեսնենք ինչ է նշանակում աշխատանքի հետ կապված։ Կարող է լինել նաև ինչ որ մեկը, ինչ որ մասնագետ գործերի հետ կապված, տեսնենք։ Միգուցե որոշումներ պետք է կայացնել։
Շտարնակ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հարգելի աջեղջյուրներ, ես այստեղ հիշում եք ասում էի, ես գիտեմ ինչ որ մեկը չեմ կարող ասել սա ով է, շատ իմաստուն գործունյա մարդ է, կին է, տղամարդ է, նշանակություն չունի կարտում ինչ պատկեր ենք տեսնում։ Մեկը, որ իրականում ձեզ կարող է օգտակար լինել, կամ արդեն օգտակար է լինում, միգուցե ձեզ համար աշխատանք է գտնում, միգուցե աշխատում եք իր հետ, աշխատանքի հետ է սա կապված ամեն դեպքում։ Գիտեք, ինչ որ այս մարդու հետ կապված, ինչ որ լավ լուր է եղել, ես չգիտեմ, ձեզ աշխատանք են առաջարկել, որտեղ տեսնում հաջողության կարտը եւ ճանապարհը բաց է, որը եղել է շատ մեծ փոփոխություն ձեզ համար, շատ լուրջ։ Երկար եք սպասել լուրը, բայց իրականում լուրը մի քիչ չեք ուշանում էր, բայց ես կարծում եմ, որ ձեզ իրականում բավականին վստահեցրել են, հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ է լինելու, որտեղ շատ դրական կարտեր եմ տեսնում։ Դուք հավատացել եք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, բայց ոչինչ չի փոխվել իրականում։ Թեև ձեզ շատ լավ են տրամադրվել հաջողության կարտով, սկզբում եմ տեսնում, վերջում չեմ տեսնում կարտերը, սկզբում եմ տեսնում, դա համար ձեզ վստահեցրել են, որ ամեն ինչ շատ լավ է, ձեր աշխատանքի տեղավորել են, կամ եթե աշխատանքի վայրում հաջողություն եք սպասում, հաջողությունը կլինի, խոսակցություններ այդ մասին կան, բայց իրականում ոչինչ էլ չի լինում, եւ բավականին ժամանակ է կորել արդեն դրա վրա, եւ բավականին ֆինանսներ են կորել։ Այսինքն ես նկատի ունեմ, եթե ինչ որ աշխատանք են խոստացել, բայց ուշանում են, դե եթե չեք աշխատում մի քանի շաբաթ, չէ, որտեղ ուշացնում են վերջնական որոշումը, ապա դուք ֆինանս եք կորցնում, դուք աշխատեք 2 ամիս, մի 2 շաբաթ, չգիտեմ, իրականում կորցնում եք ֆինանսները, որովհետև չնայած ձեզ հույս են տվել, բայց աշխատանք իրականում չի եղել, դուք բավականին սպասում եք, բավականին ուշանում եք լուրը, այո, դուք հնարավորություն եք կորցրել, ֆինանսներ եք կորցնում, որովհետև ձեզ չնայած առաջարկությունը արել են, բայց իրականում գործը չի եղել, դու աշխատանք չեմ տեսնում, ֆինանսներն էլ կորցրել եք։ Բայց ես տեսնում եմ ճանապարհը բացվում է, ճիշտ ասած, նպատակներին հասնելու։ Իրականում երևի թե թեկուզ ուշ, ասում են ուշ լինի, իրականում կլինի, բայց ես տեսնում դուք արդեն նեղվել եք, որտեղ գումարներ եք կորցնում, որովհետև ուշանում էր այդ հաստատումը, որ ձեր աշխատանքը արդեն եղել է, բայց ճանապարհը բաց է, հավանաբար կլինի։ Դե հույսով հաջորդ շաբաթ լինի, որտեղ այստեղ եթե հիշում եք, սկզբում էլ տեսնում եք, գալիս են լավ լուր են բերում, դե հույսով այս լավ լուրը դա լինի։ If այս մարդը ով էլ որ լիներ, գործակալ էր կամ ձեզ գործ տվողն էր, կամ ձեզ ով որ գործ էր խոստացել, այդպես եմ տեսնում։ Այսինքն սկզբում շատ այսպես հաջող, սկզբում եմ տեսնում հաջողը, հետո նոր տեսնում եմ խնդիրներ։ Այսինքն մի բան խոստացել են, չէ, մարդիկ ասում են, բայց իրականում ոչինչ տեղից չի շարժվում։ Դուք դրանից գումարներ եք կորցնում, բայց իրականում մի հուսահատվեք, ես տեսնում եմ, որ ճանապարհը ամեն դեպքում բացվում է։ Ֆինանսները կանգնել են, այո, ասում եմ, չէ, ֆինանսների կորուստ եք ունենում, երբ որ չեք աշխատում, խոսք են տվել, դուք սպասում եք հույսով, ապա ձեր ֆինանսները կանգնած վիճակում են։ Չկա աշխատանք, չկա աշխատավարձ։ Եթե գործերը աշխատանքի վայրում չէր, դուք պարզապես ձեր գործերն են, չգիտեմ, ինչ գործարք են խոստացել, ինչ որ գործ առևտուր պետք է անեք, գործ պետք է անեք, չգիտեմ, ով ինչ մասնագիտություն ունի, ինչ որ անում եք, խոստում են տվել ինչ որ գործի եւ գործը չի լինում, ձեր ֆինանսները բնականաբար կանգնել են։ Չեք ուզում ուրիշին դիմել, որտեղ արդեն ինչ որ մեկը խոստացել է, սպասում եք պատասխանի, վերջնական, պատասխանը չի գալիս, ուրիշի հետ էլ գործարք չեք կնքում եւ արդյունքում գումար եք կորցնում։ Այդպես եմ տեսնում ամեն դեպքում։ Բայց ճանապարհը բացվում է, եթե ճանապարհը աշխատանքում բացվում է, դա նշանակում է, որ պետք է ֆինանսներն էլ գան, տեսնենք կգան թե չեն գա։ Ձեզից ոչինչ կախված չի, ես տեսնում եմ, որ ինչ փոփոխություններ որ լինի, դուք ոչինչ չեք կարող անել, դուք սպասում եք լուրի, լուրը պետք է գա։ Մինչև լուրը չգա, ոչինչ չի լինի, դուք ոչինչ չեք կարող անել արագացնելու համար, այդպես կարող եմ ասել, ձեզից ոչինչ կախված չէ։ Տեսեք, լավ կարտեր եմ տեսնում, խոչընդոտը կար, այո, խնդիրը կար։ Դու խնդիրներ խաչի 7-ով կարող եմ ասել, սա աշխատանքի կներողություն, խաչի 8-ով աշխատանքից, այո, դուք լուրի եք սպասում, լուրը չէր գալիս։ Ես տեսնում եմ իրականում լավ լուր։ Այսինքն ֆինանսները լավանում են, ֆինանսների վիճակ կարգավորվում է, սա էլ տեսնում եմ, որ եթե աշխատավարձ է, կոնկրետ աշխատանքի հետ է կապված սա։ Այո, աշխատանքն էր խնդիրը, չկար աշխատանք կամ աշխատանքը կանգնել էր, կամ չգիտեմ, ինչ կապ ունի աշխատանքի կամ գործարքի հետ, լավ լուր է գալիս եւ գալիս է վերադասից։ Եթե ինչ-որ մեկի հետ գործարք ունեք, գործ պետք է անեք, իրենից կգա։ Այսինքն սա այն մարդն է, որ ձեզ աշխատավարձ է վճարելու։ Այդ մարդուց է վերադասներ, ով որ գործը ձեզ խոստացել էր, նաև այս իմաստուն մարդն էր դա։ Այո, ես կարծում եմ, որ ամեն դեպքում ֆինանսները կգան, երբ որ ձեզ լավ լուրը կգա եւ կհաստատեն այն, որ դուք աշխատանքի արդեն ընդունվել եք։ Ես հույսով եմ այդպես էլ լինի։ Հիշում եք, սկզբում լավ լուր էր գալիս եւ հույսով եմ այդ լուրը իրականում կգա հարգելներից։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։
Ինչ է սպասվում ջրհոսներին։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ խաչ։ Սա նշանակում է կամ ինչ-որ լուր կլսեք, կամ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ձեզնից շատ այսպես Ձեզ համար շատ անսպասելի, անկանխատեսելի, կարող է լինել եւ դրական եւ բացասական, չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, կարտերը կհանեն, կտեսնենք մյուս կարտերը ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում ձեզնից ոչինչ կախված չէ։ Տեսնենք։ Տեսնում եմ գերանդի։ Տեսնենք ինչ է նշանակում գերանդին։ Տակի տարօրինակ կարտեր եմ տեսնում, տեսնենք։ Ես այստեղ տեսնում եմ կին, տեսնում եմ ամպեր են կուտակված, տեսնում եմ կոնֆլիկտների կարտը։ Եկեք ես մի փոքր փորձեմ հասկանալ այստեղ ինչ է կատարվում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ անձնական հարաբերություններում կտրուկ ինչ-որ փոփոխություն կլինի։ Ես խաչով էլ, եթե հիշում եք, ասացի, ինչ-որ կտրուկ փոփոխություն կարող է լինել, ձեզնից եւ անկախ կամ անկախատեսելի, ձեզնից կախված չէր։ Ես տեսնում եմ կտրուկ փոփոխություն է լինում ջրհոսի եւ ինչ-որ մեկի մեջ։ Ես այստեղ տեսնում եմ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ է եղել։ Ես չգիտեմ այստեղ ովքեր են, հայր ու որդի են, նաև այստեղ կին եմ տեսնում, հարսի պատճառով է, թե հայր ու մայր են, որդին է, ամուսնացած որդու հետ են խնդիրները, իսկապես կդժվարանամ ասել, բայց այստեղ 3 հոգու մեջ է եւ ես այստեղ խաչով բոլորն իրար կապված են։ Ամպեր են կուտակված, վիճաբանության կարտն եմ տեսնում, այստեղ կին եմ տեսնում։ Չեմ էլ կարող ասել ով է մեղավոր, ով է ինչ անում։ Ամեն դեպքում այստեղ տեսնում եմ վիճաբանություններ, տեսնում եմ ինչ որ ամպեր են կուտակված ամեն դեպքում, ընտանիք է, ամենտեղ է լինում է, ընտանիքը բարդ բան է, ընտանիքում լինում են խնդիրներ, դրանից առանձնապես ընտանիքը չի դադարում ընտանիք լինելու։ Ես այստեղ ամուսնական զույգի մասին ճիշտ ասած չեմ տեսնում, չեմ կարող այստեղ զույգ են ինչ որ իրարից հեռանում են, վիճում են, բոլորովին նման բան չեմ տեսնում։ Ուղղակի ինչ որ ընտանեկան խնդիրներ կան։ Ընտանիքով էլ ազգական բարեկամ այդպես էլ կարող է լինել, պարտադիր չի լինել կոնկրետ ընտանիք։ Եվ կարող եմ ասել ինչ որ երկար ժամանակ է արդեն։ Ամեն դեպքում ինչ որ բարեկամ, ազգական, ընկերներ, անձնական հարաբերություններում հարգելներ, ովքեր կլինեն։ Ես խաչով կարծում եմ, որ ամեն դեպքում սա կլինեն ձեզ ինչ որ արյունակից բարեկամներ, ընկերներ չեն լինի երևի թե սրանք ազգականներ են, եթե ընտանիքի անդամ չեն, գոնե ազգականներ են։ Եվ ես խաչով էլ կարող եմ ասել, որ միգուցե ձեր մեղքով չի եղել։ Այ որտեվ ասում են ինչ որ անկանխատեսելի չէ, այսա նշանակում է որ ձեզնից անկախ միգուցե դուք չեք մեղավոր տվյալ դեպքում, ինչ որ մեկի հետ ձեր բարեկամ, ազգական, եղբայր է, ազգական է, չգիտեմ, խնդիր ունեք, բավականին երկար ժամանակ կարող եմ ասել, որ չեք շփվում նրանց հետ։ Այ կտրուկ փոփոխությունը գերանդիով որ ասում էի, կտրուկ փոփոխությունը կարող է լինել այսպեսին, այսինքն միանգամից կարող եք սկսել շփվել։ Տղամարդիկ եթե վիճում էին, չգիտեմ, կանայք միգուցե կարող եմ նրանց հաշտեցնել։ Հետաքրքիր է, տեսնում եք, այստեղ լուր է, ինչ որ լուր է գալիս, շատ դրական, այսինքն այստեղ 9 եմ տեսնում, ғարով կանգնած էր, ոչինչ չէր շարժվում, հարաբերությունները կանգնել էին, մարդիկ նեղվել են իրարից, ես կարծում եմ, որ ավելի շուտ ջրհոսներն են երևի նեղվել, բայց իրականում լուրը գալիս է, ինչ որ մեկը գալիս է, հանդիպում եք, զրուցում եք եւ ձեր հարաբերությունները փոխվում են։ Միտեղ եք գնում միասին, ինչ է լինում, չգիտեմ, բայց կարող եմ ասել, եթե տղամարդկանց պատճառով էր ինչ որ խնդիրները, կանայք երևի թե կկարողանան հարցը լուծել։ Կտրուկ փոփոխություն այդպես եմ տեսնում հարգելնես, եթե ինչ որ բարեկամ ազգական մտերիմ ձեզ այդ մարդկանց հետ չէիք շփվում, նեղվել եք իրարից, երևի թե կհաշտվեք։ Իսկ աշխատանքի վայրում տեսնում եմ կին եւ ղարի տուս, տեսնենք, ինչ է նշանակում սա։
Ինչ է նշանակում կինը աշխատանքի վայրում։ Կարող եմ ասել ինչ է նշանակում, այստեղ որտեղ էլի եմ կին տեսնում, աղվես եմ տեսնում։ Դες ինչ որ կնոջից աշխատանքի վայրում ինչ որ լուր կգա, ես այստեղ աղվեսնել եմ տեսնում, ինչ որ նոր առաջարկություն է իմ միջայլոց։ Եթե սա դուք եք կամ ղարետզով կարող եմ ասել նաև այլ կերպ, այնտեղ էլի կին եմ տեսնում, դրա համար ասեցի։ Այստեղ եթե ղարետզով կարող եմ ասել ինչ որ մեկ աշխատանք չուներ եւ բավականին երկար ժամանակ էր չէր աշխատում, ապա ձեզ իրականում լավ լուր կգա։ Ձեզ կգա նոր աշխատանքի առաջարկություն, ես սրանով էլ եմ տեսնում, այսինքն համաձայնագիրը շատ արագ էլ կպայմանավորվեք, շատ արագ, շատ հեշտությամբ այս աշխատանքը նոր աշխատանքի նոր առաջարկություն այս կնոջից եմ տեսնում եւ շատ հաջող ավար, շատ արագ։ Այսպես կհանդիպեք, կզրուցեք, չնայած երկար ժամանակ չէիք աշխատում, բայց դուք առաջարկությունը կստանաք հավանաբար կնոջից նոր աշխատանքի առաջարկություն կամ նոր գործի, ես չգիտեմ ինչ եք անում, նույնիսկ եթե ժամանակավոր եք անում, ինչ էլ որ անում եք, ամեն դեպքում գործի աշխատանքի առաջարկություն եւ շատ հաջող կվերջանա։ Շատ արագ առաջարկությունը կլինի, շատ այսպես արագ կհամաձայնվեք, պայմանագիրը կկնքեք եւ կանցնեք գործի։ Ես տեսնում եմ, որ եթե աշխատանք չունեիք, բնականաբար ֆինանսներն էլ կանգնել էին, դուք աշխատավարձ չէիք ստանում։ Հարգելիներ, սա իհարկե բոլորին չի վերաբերում, ես խոսում այն մարդկանց մասին, ովքեր աշխատանք չունեին բավականին տևական ժամանակ։ Այն ջրհոսները, որոնք աշխատում են, ամեն ինչ նորմալ է, սա իրենց չի վերաբերում։ Որտեղ ես աշխատանքի կորուստ չեմ տեսնում, ես տեսնում, որ արդեն չէիք աշխատում։ Բավականին ժամանակ է, որ չէիք աշխատում, ֆինանսներն էլ բավականին ժամանակ կանգնել են, չկա աշխատանք, չկա աշխատավարձ։ Արևով էլ տեսնում եմ շատ լավ, ամենահաջողակ կարգն էլ չեմ ուզում լրացուցիչ կարտեր անել հարգելնից, որովհետև եթե աշխատանքի առաջարկությունը անում էինք, ընկնում է որ տուզ, խաչի տուզներ, եթե հիշում եք պայմանագիրներ, տզերով, շատ լավ է հարգելի ջրհոսներ, ձեր աշխատանքի ֆինանսների հարցում ամեն ինչ տեսնում եմ շատ դրական։ Իսկ անձնական հարցերին, սա հավանաբար վերաբերում էր անձնական հարցերին, դուք իրականում ունեիք տարբերակ հաշտվելու այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց չէիք շփվում։ Իրենց պատճառով չէիք շփվում, նորից եմ կրկնում։ Շատ լավ, այժմ տեսնենք, թե ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Տեսնենք, ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Այսպիսի տրամադրություն եմ տեսնում հաջորդ շաբաթ մեր հարգելի ձկների համար։ Սա պաշտոնով մարդ է նշանակում, աշխատանք, աշխատավարձ եք ստանում, չգիտեմ, ձեր վերադասի հետ ինչ որ կարող եք շփվել, ավելի շատ շփվել, զրուցել, ինչ որ առաջարկություն կարող է լինել, աշխատանքի վայրում կարող եք ինչ որ, չգիտեմ, ժողովներ ունենալ, զրուցել, ձեր աշխատանքի վայրում կարող է ինչ որ փոփոխություն լինել, եթե սա դուք եք ունեք պաշտոն, շատ հարմարավետ եք զգում ձեզ, ստաբիլ, նորմալ աշխատավարձ ունեք, ամեն ինչ ձեր գործերում լավ է, դուք ձեզ շատ լավ եք զգում։ Մյուս կողմից սա կարող է լինել մասնագետ, ես չգիտեմ, ատամնաբուժ կարող է լինել, բժիշկ կարող է լինել, ինչի մասնագետ կարող է լինել, չեմ կարող ասել, գնում եք վարսահարդարի նայել է մասնագետ։ Ուզում ասեմ, ինչ որ մեկն էլ կարող է լինել, որի մոտ կարող եք գնալ, շփվել։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ գիրք, ինչ որ ինֆորմացիա կգա ձեզ, չգիտեմ, բարեկամ, ազգական, ընկերների մասին։ Ես տեսնում եմ, որ պետք է որ դրական ինֆորմացիա գա։ Միգուցե դուք ինչ որ բան չգիտեիք, ձեզ գալիս են ինչ որ բան են ասում։ Տեսնենք։ Այո, դες համար ինչ որ բան կարող է պարզվել, ես չեմ կարող ասել ով կգա եւ ինչ կասի ձեզ, բայց իրականում ձեզ շատ լավ լուր կբերեն։ Տեսեք, եղել են, չգիտեմ, ովքեր են այս մարդիկ եղել, բայց ինչ որ տևական ժամանակ, ինչ որ ընտանիքի հետ տեսեք, հետաքրքիր նույն կարտերն եմ տեսնում, ինչ որ
Ինչև էի տեսնում ինչ-որ մեկի համար։ Ես այստեղ տեսնում եմ ընտանիքում ինչ-որ խնդիրներ կան։ Չեմ կարող ասել սա ում ընտանիքում է, բայց ինչ-որ ազգականներ, բարեկամների հետ երկար ժամանակ չեք շփվում, վեճեր են եղել, խնդիրներ են եղել։ Այստեղ տեսնում եմ երկու տղամարդ, տեսնում եմ մի կին։ Այստեղ չգիտեմ, հայր ու որդի հարս են, ով էլ ում բարեկամները կդժվարանամ ասել հարգելներս, բայց եթե սրանք խաչով են իրար հետ ընտանիքին կապված են եւ հավանաբար կապված են նաեւ ձեզ հետ, այստեղ էլ տեսնում եմ, որ դուք երևի ընտանիքում տարիքով կարող եք նաև մեծ լինել, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում շատ կշռիչ դեր ունեք դուք ձեր ընտանիքում։ Տեսեք, ընտանիքում ինչ-որ խնդիրներ են եղել, վեճեր են եղել, կոնֆլիկտներ, մարդիկ որոշ ժամանակ նեղված են եղել իրարից։ Ես չեմ կարող ասել իրաց հեռացել են, միգուցե ընտանիքի անդամներ միասին էլ ապրում են, բայց իրարից նեղված են եղել մարդիկ, բայց ինչ-որ բան կպարզվի հանգարց։ Գրքով եմ ասում, ինչ-որ բան հանգարց կպարզվի, ինչ-որ բան կճշտեք, նորից կսկսեն մարդիկ շփվել եւ հաջողություն կլինի։ Ես չգիտեմ, եթե ինչ-որ մեկի պատճառով են վիճել, օրինակ գիտեք, այստեղ կին էի տեսնում սկզբում կին աղվեսով, այս կինը եկել է ինչ-որ մեկից բամբասել է, երկու եղբոր կարել է մեծ եղբայր, փոքր եղբայր կամ հայր ու որդի վիճել է ինչ-որ կնոջ պատճառով, այդ կինն էլ է իրենց ազգական, ուղղակի չեմ կարող ասել ով է այս կինը, ինչ բարեկամ է։ Ինչ-որ մեկը այս կնոջ, այդ տեսնում եք, այս իննի խաչիննի պատճառով ղարը ինն է դարձել։ Այսինքն այս ինչ-որ մեկը ինչ-որ բամբասել է, ինչ-որ մեկի մասին մի բան է ասել, մարդիկ վիճել են, իրար հետ չեն խոսում, չեն զրուցում, բայց ինչ-որ ինֆորմացիան ջրի երես դուրս կգա, կպարզեն հանկարծ, որ այդ կինը իրականում ինքն է ստից մտից բաներ է խոսել, բամբասել է, չարախոսել է, այսինքն ճիշտ ինֆորմացիա չի ասել, դրա համար մարդիկ նեղվել էին, հարաբերությունները կշտկվեն, ճանապարհը բացվում է, շատ հաջողության կարգն է, այսինքն իրականում կպարզվի, որ մարդիկ իրականում իրար հետ նորից ամեն ինչ կպարզվի, այսինքն կպարզվի, որ իրականում այդ կնոջ չար լեզվի պատճառով են մարդիկ վիճել, նորից կհաշտվեն, նորից իրար հետ կկարողանան բարեկամություն անել։ Աշխատանքի վայրում տեսնում եմ առնետներ։ Առնետը նշանակում է կամ կորուստ, կամ դուք թողնում եք ինչ-որ բան գնա։ Տեսնենք, լավ ինչ բացվել է, միայն խաչ եմ տեսնում ճիշտն ասած։ Տեսնենք, ինչ է նշանակում առնետները աշխատանքում։ Աշխատանքում վերջերս ինչ-որ խնդիրներ են եղել ճիշտն ասած, պրոբլեմներ են եղել, խնդիրներ են եղել, չեմ կարող ասել, բայց այդ խնդիրները կհեռանան ձեզանից եւ բոլոր հարցերը կլուծվեն, շատ դրական, տեսնում եք, չեմ կարող ասել, ես էլ եմ ասում, տեսնում եք, այստեղ սկզբում ասում էի ձեր վերադասի հետ շփում կլինի, եթե հիշում եք, ասում էի, աշխատանքի վայրում դուք շատ հանգիստ եք, դուք լավ մասնագետ եք, դուք ձեր գործի լավ մասնագետն եք, գիտեք ինչ եք անում, ձեզ շատ էլ վստահում են, շատ հանգիստ եք զգում ձեր աշխատանքի վայրում, ինչ որ խնդիրներ են եղել, այդ խնդիրները այսպես անհանգստություն է եղել, ջրի երես դուրս կգա պրոբլեմը ինչումն է կամ ում պատճառով է, ես մարդիկ շատ չեմ տեսնում, բայց իրականում խնդիրը կա, դուք այն մարդն եք, որ կկարողանաք շատ հեշտությամբ հարցը լուծել, տեսնում եք, այստեղ գալիս է ճանապարհը բաց է, հանդիպում եք, շփվում եք մարդկանց հետ, ում հետ որ պետք է հանդիպում զրուցում եք, իրականում շատ արագ խնդիրները մեծ խնդիրներ չեն, դուք երևի վերադասը կարող է այդպես լինի, որ վերադասը դուք եք, եթե դուք չեք կդիմեք ձեր վերադասին հարցը կլուծեն, իսկ եթե դուք պաշտոն ունեք, դուք եք վերադասը, մանր մունր խնդիրներ կան ձեր աշխատողների հետ կապված կամ աշխատանքում, դուք կկարողանաք շատ հեշտությամբ հարցը լուծել, ոչ մի խնդիր չեմ տեսնում, սա ձեր ֆինանսները, իրականում ֆինանսներ կան, դուք ֆինանսներ լավ էլ աշխատում եք, ֆինանսական խնդիրներ այս պահի դրությամբ տեսնում եմ, որ չունեք։ Շատ հաջող եմ տեսնում ֆինանսները, տեսեք հարգելներս, ես տեսնում եմ 2-8, այսինքն այստեղ եւ այգի եւ հանդիպում եք, զրուցում եք մարդկանց հետ, չգիտեմ, ուր եք գնում, օնլայն եք զրուցում, թե անձամբ գնում եք զրուցում եք, շատ եք զրուցում, սա էլ տեսնում եմ, զրուցում եք, խոսում եք, միգուցե արդյունք ինչ որ ժամանակ չի լինում, ձգձգվում է, բայց ի վերջո համաձայնության գալիս եք։ Ինչի հետ է կապված չեմ կարող ասել, բայց այլ ձեր ֆինանսները 10 գումարը գալիս է, արևով էլ հաջողություն։ Ֆինանսների հետ կապված ինչ գործարք է, ինչ ում եք հետ խոսում, ինչի մասին եք խոսում, ինչ եք ուզում անել, դուք կիմանաք միայն, ինչ որ խոսում եք, միգուցե կբանակցեք մի քիչ երկար կտևի, մի անգամից համաձայնության չգաք, բայց վերջում տեսնում եմ եւ գումարները գալիս են եւ համաձայնությանը գալիս եք։ Լավ ճիշտ մարդկանց հետ եք աշխատում, շնորհ կարող եմ ասել, ում հետ որ շփվում եք, ում հետ որ բանակցում եք, իրականում շատ հաջող մարդիկ են։ Սա էլ ձեր հաջողության կարտը, ֆինանսներում էլ ամեն ինչ կլինի շատ հաջող, հարգելիներս։